Հակակոռուպցիոն դատարանը նախագահության Դրմյանի, Քարտուղարության Թորոսյանի 2026 թվականի հուլիսի 30-ին դրված դատական նիստում քննության է առնում թիվ ՀԿԴ 0241-0225 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Multi-Rest House ՍՊ-ի կողմից ներկայացված միջնորդությունը հայցյապահման միջոցը մասնակիորեն վերացնելու կամ ձևափոխելու մասին նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր ներկայացել։ Դատականից ներկայացել են այսօր գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արևիկ Աղոյանը և Շահիկ Գերգանց Multi-Rest House սահմանապատ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը։ Ներկայացել է նաև իրավաբան Նայթի թղթակից Վարդան Մանուչարյանը և ներկայացրել է միջնորդություն տեսանկարահանել դատական նիստը։ Շնորհակալություն, պարոն Մանուչարյանի անվանակահատը ստուգվեց, վերադարձվում է։ Նախ քննարկենք միջնորդությունը, Տիկին Աղոյան, ձեր համաձայնությունը տալիս եք։ Անջիդատանից համաձայնություն չունեմ մետրալվար տեսաձայնագրման դեմ առարկում եմ, բայց ֆոտոնկարանման բնականաբար նաև ձայնագրման մասով, որովհետև քոշու չունեմ առարկում։ Չի կարգարկում, բայց ներկայացվել է տեսանկարահանման միջնորդություն, պարոն Մանուչարյան, լուսանկարահանման միջնորդությունը դարձնում եք, թե ոչ թե միայն։ Այո, այդ դեպքում լուսանկարում եւ միայն ձեր։ Լավ, դեպքում ձեր միջնորդությունը բավարարվում է, կարող եք լուսանկարահանել դատական նիստը։ Պարոն Հարությունյան, ձեր լիազորագիրը Multi-Rest House-ի տնօրենի կողմից տրված ստուգվել է դատարանի կողմից, լիազորությունները պատշաճ են, խնդրեմ ձեր միջնորդությունը հակիրճ հրապարակել։ Արվեստի դատարան շատ հակիրճ ներկայացնում հայցի առարկան Ծառուկյանի և փոխկապակցված անձանց դեմ բռնականացման իր մեջ ներառում է նաև Multi-Rest ընկերության բաժնի մասերի հնարավոր գանձումը։ Այս դեպքում Multi-Rest House սահմանապատ պատասխանատվությամբ ընկերությունը ունի նախնական համաձայնություն մեկ այլ ընկերության հետ, Real Games իրական ընկերության, սեփականության վկայականով կոնկրետ կետով իրեն պահպանող շինությունը վերջինի 9 միլիոն դրամով ամսական վարձակալության հանձնելու, նաև իհարկե մենք չի պարտադրում, բայց ես նիստից առաջ միջանցքում տրամադրեցի վարձակալության պայմանների նախագիծ մեր գործընկերոջը հատելու, մեկ օրինակներ դատարանին եմ տրամադրում, խնդրում եմ հայցի ապահովման միջոցը ձևափոխել այնպես, որ մենք հնարավորություն ունենանք այդ գործակը կատարել, որպեսզի ընկերության բնականon գործունեությունը անհարկի կերպով չտուժի, ինչպես որ օրենսդիրը ամրացրել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման միջոցներ կիրառելու գծի մեջ։ Այսքանը մեզ հաշվորում։ Լավ, ինչ ապացույցներ եք ներկայացրել միջնորդությունից, կխնդրեմ պարզաբանել։ Միջնորդությունից ներկայացրել են պետական միասնական գրանցավորությունից խաղված, այդ ընկերության մասով իմ լիազորությունները հավաստող փաստաթուղթ, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի բաժին, որտեղ վերևում է, որ թվով որ շինության մասին է խոսքում, դա սեփականության իրավունքով պատկանում է մեզ, ներկայացրել եմ նաև միասնական տեղեկանք, որ երևում է արգելադրման վազքը, սահմանափակման կիրառումը, նաև ներկայացրել եմ հնարավոր վարձակալ հանդիսացող ընկերության ռեկվիզիտները գրանցամատյանից կահվածքի տեսքով։ Այժմ էլ ներկայացնում եմ վարձակալության պայմանների նախագիծը, որտեղ ուղղակիորեն այլ գործերով ձեռք բերած փորձի հիման վրա բորդ տարբերակով նշել եմ, որ վարձակալը տեղյակ է, որ վեր է նշված գույքն անցնում է ապօրինի ծագումից գույքի բնականոն վարույթով, այսինքն այստեղ չի կարող լինել ոչ վարձակալի մոտ որևէ բարեխղճության ընկալում, որ այս գույքը չակերտավոր ասած թերություններ չունեցող գույք է և երկրորդ միաժամանակ որպես վարձակում ընկերություն այդ մասին թղթի վրա հստակ գրում ենք պայմանագրի մեջ, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների կարիք չտա, չնայած նրան, որ մենք վստահ ենք, որ ապօրինի գույք որպես այդպիսին գոյություն չունի։ Հարցեր ունի հայցվորը։ Հաշտեցնում եք հարց սպարտակացուշի ոսկից մոտ առաջացավ։ Նշեցիք, որ բնականոն ընկերության բնականոն գործունեությունը չխաթարելու նպատակով ներկայացվել է այս միջնորդությունը։
Ընկերության բնականon գործունեությունը ենթադրում է գույքերի վարձակալության տրամադրում, այսինքն գործունեության հիմնական տեսակը դա է, թե այլ գործունեությամբ է բնականon զբաղվում, եւ սա օրինակ լրացուցիչ գործունեություն է բնականոնից դուրս։ Տեսեք, Multi-Rest House-ը այս շինությունը հենց այն նպատակով, որով վարձակալը ուզում է օգտագործել, իրականում եղել է ժամանակահատված օգտագործել, այս բան չի կարողանում օգտագործել եւ այսպես կոչված տարածքը քնած վիճակում է, ոչ եկամուտ է գեներացնում, ոչ էլ ինչ-որ մի նպատակի ծառայում է, հետեւաբար այս մասով որպեսզի ընկերությունը շարունակի կրել վնասներ, այդ ձեռքբերի որոշակի գումարային շարժ եկամուտներ, անհրաժեշտություն է առաջացել կնքելու վարձակալության պայմանագիր, այո, գտնում է դրա չթույլատվումը դատարանի կողմից ընկերության բնականon գործունեությունը խաթարել է, որքան էլ ձեր համար, որքան հասկացա տարօրինակացում ասացած, բայց դա վստահեցնում եմ այդպես է։ Ես դեռ դժգոհություն չեմ զբաղվում։ Հարցեր կան։ Որոշում։ Նախսում եմ նշել, որ Multi-Rest House-ը ըստ էության Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված եւ փոխապակցված անձանց դեմ հայցը պահանջով 100% բնականon պահանջ է ներկայացվել նաեւ Multi-Rest House ընկերության մասով։ Եվ այս մասով ուզում եմ դատարանի ուշադրություն հրավիրել են հանգամանքի վրա, որ ՍՊ-ի միայն բաժնեմասերը ըստ էության չեն կազմում ՍՊ-ի ամբողջ զանգվածը, այլ ՍՊ-ի ամբողջ զանգվածի մեջ են մտնում նաև ՍՊ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերը, թե անշարժ գույքերը, թե շարժական գույքերը, ինչպես նաև մնացած ակտիվները եւ պասիվները։ Հիմա կոնկրետ այս դեպքում, երբ որ ընկերության գույքը տրամադրվում է վարձակալության, ստացվում է, որ վարձակալության պայմանագրի կազմումը ինքը իրենով ըստ էության այո չի բացառում գույքի բռնականացման հնարավորությունը, սակայն ստեղծում է լրացուցիչ նոր իրավահարաբերություններ եւ փոփոխում է այդ գույքի իրավական կարգավիճակը։ Հիմա կոնկրետ այս դեպքում ներկայացվել է բառացիոն իմաստով նույնիսկ 5 րոպե առաջ ինձ ներկայացվել է վարձակալության պայմանագրի նախագիծը եւ որքանով ես ուսումնասիրեցի այս պայմանագրի նախագիծը, ինձ համար մի քանի բաց խնդիրներ էին առաջացել այս մասով, մասնավորապես վարձակալության պայմանագրով գույքը ըստ էության տրամադրվում է վարձակալության եւ գույքի պահպանման, ծախսերի եւ փչացման դեպքում գրված է, որ ընթացիկ վերանորոգման պարտականությունը վարձակալն է կրում, սակայն նախ ուզում եմ նշել, որ գույքի ընթացիկ հաստացի վիճակի արձանագրում չկա, այսինքն մենք չգիտենք այս գույքի հիմա ինչ վիճակում է, եւ դիսուկ երկու կողմը համաձայնության են գալիս, գույքը վնասվում է, բայց վեճ չկա անձանց միջև այս մասով, եւ գույքը մնում է այնպես, ինչպես որ վնասվել էր, այսինքն վերանորոգման եւ այլ ծախսեր կատարելու անհրաժեշտություն չկա մեկ։ Այսինքն հաստացի վիճակում մենք չգիտենք այս գույքը հիմա ինչ վիճակում է եւ որ տրամադրվում է օրինակ վարձակալը որ գրում է պարտականություն ընթացիկ վիճակը պահպանելու, ինչ վիճակում պետք է պահպանել եւ երկրորդը, եթե գույքը օրինակ վնասվի եւ կապիտալ վերանորոգման կարիք ունենա, ապա արդյոք վարձակալն է այս մասով պատասխանատու վերանորոգման թե վարձատու։ Այստեղ այս հարցերը բաց են պայմանագրով։ Եվ երրորդ հարցը, որը ցանկանայի դատարանի ուշադրությունը հրավիրել, դա պայմանագրի ժամկետը։ Պայմանագրի ժամկետը անորոշ է, թեև միջնորդությամբ ներկայացվել է, երբ չեմ սխալվում, 10 տարի ժամկետով կնքելու վերաբերյալ դիրքորոշում, հիմա պայմանագրի նախագծով անորոշ ժամկետով կնքող պայմանագիր է։ Պայմանագրի դադարեցման հետ կապված։ Այստեղ հարկերի դատարան, պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը նշված է, որ այնպիսի հանգամանքներ, որոնք որ մասնավորապես 6.1-ը, որոնք որ ըստ էության միայն դատական կարգով կարող է դադարեցումը իրականացվել։ Այսինքն մյուս մեկ կողմի պահանջի հիման վրա հրապարակային ծանոթությունների միջոցով հրապարակման միջոցով այս դադարեցումը հնարավորություն առկա չէ։ Սակայն քաղաքացիական օրենսգիրքը եւ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենքը այդ հնարավորությունը նախատեսում է։ Մասնավորապես, եթե վարձատու կամ վարձակալը ժամկետով կամ
անժամկետ լուծված պայմանագրի դեպքում նախապես 3 ամիս առաջ ծանոթացին մյուս կողմին եւ ծանոթությունից հետո է հրապարակային ծանոթությունների համակարգում հրապարակվի է ծանոթությունը, ապա 3 ամիս հետո այդ պայմանագիրը օրենքի ուժով համակարգվել է դադարած, այլ ոչ թե դատական կարգով։ Հիմա այս դեպքում դիցուք եթե սրտան բռնականացվեց պետության կողմից, ապա այստեղ պետությունը մեկ այլ, եթե օրինակ ՍՊ-ի կառավարման եւ լավագույն շահիցներով դիցուք դիտարկում է, որ այդ ներությունը լավագույնս չի օգտագործում այդ գույքը կամ օրինակ այլ վարձակալներ կամ որ առավել բարձր արժեք են առաջարկում, ապա այս դեպքում պետությունը պետք է լրացուցիչ դատական գործունեության մեջ օգնի, այսինքն հայց ներկայացնի դատում, որպեսզի այս պայմանագիրը դադարեցվի։ Նույնիսկ ժամկետը պայմանագիր չի կնքված, օրինակ դիցուք 5 տարի հետո իմանանք, որ պայմանագիրը դադարեցվել է, ոչ անորոշ ժամկետով կնքված պայմանագիր է, եւ եթե ես ճիշտ եմ հասկանում, գույքը բավական թանկարժեք գույք է, եւ տվյալ դեպքում, եթե վարձակալության իրավունքի դադարեցման պահանջ լինի դատարան, ապա դա շատ որոշակի ժամանակահատված կծանրագործվի։ Եվ այս դեպքում արդեն սեփականատերը չի կարողանա իր իրավունքը ամբողջությամբ իրացնել։ Գույքի արժեքի հետ կապված ձեր պնդումը ինչի վրա է հիմնված, որ ասում եք թանկարժեք գույքի։ Հարկերի դատարան գույքը 9 միլիոն դրամով ամսական վարձակալության է տրվում եւ համաձայն միասնական տեղեկանքի բաղկացած է պայմանագրի առաջի էջում նշված 14054 քառակուսի մետր շենք շինություններից 7251 քառակուսի մետր կենտրոնական մասնաշենք, 732 քառակուսի մետր մասնաշենք, քոթեջներ եւ այլն։ Այսքանը։ Այո։ Առարկում եք միջնորդության դեմ ամբողջությամբ։ Առարկությունը բարձ է։ Այո, հարկետական դիրքորոշում ունեմ, նախ այդ մեծ թվերը, որ վկայակոչվեց որպես գույքի չափ քանակական որակական բնութագիր, մենք միջնորդության մեջ է առավել քան հստակ նշել ենք 16-րդ կետում նշված շինությունն ենք ընդհանրապես տալի, այսինքն այդ ամբողջը չենք տալի, հետևաբար այդ 3633 քառակուսի մակերեսով հյուրանոցում սպորտային մասնաշենքի մասն, դե բազմաթիվ այլ շինություններ կան, դրանք վարձակալության առարկա չեն դառնալու։ Երկրորդ արգել դատան իրականում բոլորս էլ շատ լավ, առնվազն ես չասեմ, բոլորս շատ հասկանում ենք դատախազության առարկությունների իրական պատճառները, որը զարմանալի չի։ Նրանց առարկություններ են վերել տարբեր կետերի մասը, որին ինչ գրենք մեկը առարկելու է։ Ստե ընդամենը արգել դատան բոլորիս հայտնի սկսված պրոցեսի հնարավոր շարունակությունը Գայի Ծառուկյանի անձի դեմ։ Հետևաբար ես անհրաժեշտ չեմ համարում այլևս իրավական հիմնավորումներ բերեմ, բաներ վկայակոչեմ, ընդամենը հղում կտամ, որ այլ գործերով վարձակալության դեմ որպես կանոն չեն առարկել, այս բանին կա ուղղորդված, տարանջատված թիրախային մոտեցում, ընդամենը սա։ Դրա համար իրավական ուշումնա չեմ խոսում։ Բայց որ դիրքորոշման մեջ ինչ-որ փոփոխություն կա, թե ոչ թե պնդում Ոչ, հարկի դեպքում կողմնականի առումով պատասխանատու ներկայացուցիչը այլ հայտարարություններ արեց, որ միջնորդության քննարկումից եւ իրավական ընդհանրապես քննարկումից դուրս են դրանց չեմ արձագանքի եւ պատշաճ չեմ գտնում դրանց արձագանքերը։ Ամեն դեպքում դատարանի ուշադրություն են հրավիրում նաեւ իմ կողմից նշված հանգամանքների, որ գույքի հաստատի վիճակի արձանագրում չկա, մենք չգիտենք այս գույքը ինչ վիճակում է։ Գույքը երբ որ վարձակալության է տրվելու է մի գույք, որ վիճակը մենք չգիտենք, եւ եթե գույքը օրինակ փչանա, ապա կողմերի համաձայնությամբ ընդհանրապես կարող է այդ գույքը չվերանորոգվի։ Իսկ ինչ վերաբերում է գույքի քառակուսի մետրին, ապա կրկին նշում եմ, որ գույքի ըստ էության չափաբաժինը բավականաչափ մեծ է, ըստ դեպքում վարձակալության տրամադրվող։ Եվ եթե գույքը արժեքավոր չլինի, ապա 9 միլիոն դրամով վարձակալության տրամադրելը ըստ էության այստեղ այլ հարց է առաջանում։ Եթե գույքը արժեքավոր չէ, ապա 9 միլիոն դրամով վարձակալության տրամադրելու իմաստը որն է։ Իմաստը։ Արգել դատարանի հայտարարություն չեմ ուզում արգելանք եմ առհասարակ հարցադրմանը, ամեն մեկի համար տարբեր գույքը
տարբեր արժեք ունի, մեկի համար շատ է, մեկի համար քիչ է, պատասխանելու հարց չի կարծում եմ, հարգելի դատան, տեսեք, հայցի առարկան ոչ թե գույք բռնականձելն, այլ բաժներ մաս։ Ընկերության գույքը պատկանում է այդ բաժներ մասի տիտղոսակրի։ Այսինքն այս դեպքում մենք չենք կարող հայցի առարկա բաժներ մասի բռնականձումը նույնացնենք այդ ընկերությանը պատկանող գույքի բռնականձման հետ։ Եվ ընկերության բաժներ մասի արժեքը ինքն իրանով ձևավորվում է ընկերությանը պատկանող գույքի շուկայական արժեքից։ Հիմա այստեղ կփչացնի կսարքեն, բնականաբար փչացածով 9 միլիոնով չի կարող, եթե նորոգված վիճակում ատալ։ Հա, լավ, փաստացին չկա, ասենք օրինակ, եթե ասեք փաստացին էլի չեն կարելի, կասում արգելի դատան, խնդրում եմ այսօր հետացեք փաստացին բերեմ, բայց դուք հենց բաներ եք ասում, որ առհասարակ ինչ բերեմ առարկել եք։ Ես շատ հասկանալի եմ։ Հա, հասկանալի, բայց ոչ դեր նախկին դիրքորոշումների հետ համընկնում, ոչ թե անհասկանալի, որ ես չեմ հասկանում, այլ անհասկանալի պատճառաբանությունները։ Լավ, այսինքն միջնորդության քննարկման հետ կապված պարոն Հարությունյան, դուք միջնորդություն չունեք։ Չէ, չունեմ, ավելին ասում, ես գտնում եմ, որ այս պայմանագիրը կարայի չտայի էլ առհասարակ, բայց քանի որ նախկինում միշտ այս նման հարցեր քննարկվել է, որոշեցինք այս անգամ տանք։ Նիստից առաջ, այո, բայց կարայի չտայի, եթե մի հատ նշեք, որ ասում եք նիստից առաջ։ Մի հարցը, եթե գտնում եք ուշեմ տղա։ Կինավան, դուք ունեք հնարավորություն, եթե ծանոթանալու խնդիր կար, դատարանում տեղեկացնեք, որ նիստից առաջ տրամադրվածների պատճառով ունակ չեք հասցրել ծանոթանալ։ Իսկ որ ծանոթացել եք, ինչ նշանակություն նիստից առաջ է տրամադրվել, թե ավելի բաղ։ Հարգելի դատարան, իրականում չեմ ուզում Քանի որ արձագանք արեցիք տեղից, դրա համար միջնորդության մեջ օրինակ գրված էր 10 տարի ժամկետով տրամադրվում վարձակալություն, վարձակալություն պայմանագրվում գրված է անորոշ ժամկետով։ Հիմա միջնորդությունը, երբ որ ուսումնասիրում ես այլ պայմանները, այլ դիրքորոշում ես ուզում հայտնես, եւ եթե օրինակ վարձակալության պայմանագրի ավելի շուտ ներկայացվել, ես ավելի բովանդակային կկարողանայի ուսումնասիրել, բայց ես չեմ գտնում, որ այս պայմանագրի հիման վրա հիմա անհրաժեշտություն կա նիստը հետաձգելու, որովհետեւ հիմնական այն թիրախային կետերը դատարանի ուշադրություն հրավիրելու համար նշել եմ, մասնավորապես փաստացի վիճակի, իրավունքների պետականացման, դադարեցման մասով, պայմանների բացակայության մասով, որը որ պատասխանողի ներկայացուցիչը նշում է, որ այնպիսի պայմաններ են, որոնք որ հետագայում օրինակ հնարավոր չի իրականացնել, կամ այնպիսի պայմաններ է նշում դատախազությունը, որը որ ըստ էության անհնար է դարձնում իրագործելը, բայց համասարակ պայմաններ է, որը որ պրակտիկայում հենց խոչընդոտներից խուսափելու եւ հետագայում եթե գույքը բռնականացվի, անխոչընդոտ գույքի օգտագործումը եւ տնօրինի տիրապետումը իրականացնելու համար, որովհետեւ հենց ամբողջ հայցի ապահովման նպատակը գույքի հետագա բռնականացման իրականացման փուլում դատական ակտի կատարման ապահովումն է եւ հնարավոր բացասական հետևանքներից խուսափելն է։ Հիմա կոնկրետ այս դեպքում մենք պայմանագրվում ենք բավականաչափ կետեր, որոնք որ ըստ էության անորոշ են եւ այս մասով ես բավականաչափ հիմքեր եմ տեսնում արդեն առարկելու եւ պնդելու իմ առարկությունները։ Լավ, այդ պարագայում մի հարց է, Տիկին Ավելացես ձեր դիրքորոշման հետ կապված դատարանում բաժնեմասի բռնականացման պահանջ էր ներկայացված ու այդ պահանջի անհնարության կամ դժվարացման հետ է կապում միջնորդության բավարարումը։ Հիմա ես ուզում հասկանալ այս գույքի արժեքը կամ վարձակալության տրամադրել բաժնեմասի արժեքի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Դուք ունեք այդպիսի վերլուծություն։ Հարգելի դատարան, նախ հայցի ապահովման միջոցով ապահովում է իրավունք ընկերության անշարժ եւ շարժական գույքերի նկատմամբ բացառությամբ շրջանառու միջոցների։ Հիմա եթե այդ տրամաբանությամբ նայենք, միայն բաժնեմասի օտարման վրա պետք է արգելանք դրվի, շարժական եւ անշարժ գույքերի վրա արգելանք չպետք է դրվի, քանի որ միայն բաժնեմասի բռնականացումը պահանջում դատախազություն, բայց այստեղ մի կարևոր հանգամանք պետք է ըստ էության շեշտադրել, որ բաժնեմասի բռնականացումը ինքնին ենթադրում է նաև ընկերության ակտիվների եւ պասիվների բռնականացումը։ Ընկերության բաժնեմասը միայն եթե որևիցե գույք ընկերությունը չունենա, միայն ստային եղանակով գրանցված լինի, որ բաժնեմաս ձեռ կա, ապա այս դեպքում բռնականացելիս որևիցե գույք ըստ էության չի բռնականացում։ Ընկերություն դատարկ ինչ-որ թուղթ է։
որևիցե սեփականություն իրավունքով, որևիցե բան չունի ընկերություն։ Դատարկ 50,000 դրամ կանոնադրական կապիտալով ընկերությունը, որը որ ոչինչ չունի։ Ամբողջ այս ընկերության արժեքն նաև այն է, որ ընկերությունը ունի բավականաչափ ակտիվներ, պասիվներ, այդ թվում անշարժ գույք, որը որ շրջանառու միջոց չէ, հիմնական միջոց է, եւ դրա համար այս միջոցի նկատմամբ հենց կիրառվել է արգելանք, որպեսզի ընկերության ամբողջական արժեքը չնվազի, այլապես ընկերության արժեքը նվազելու դեպքում արդեն առաջանում է այլ խնդիր։ Անգելական մեկ բան ասեմ, իրականում այս պայմանագրի նախագիծը դերնոտարական բանով հանած պայմանագիր է, դրանել նայեցի Աբովյան Կոտակի մարզի նոտարներից է, իրականում կողմերի համաձայնությունը 10 տարով է, հետևաբար եթե դուք բավարարեք 10 տարով է կնքվելու պայմանագրի նախագծի մեջ այդ անորոշ ժամկետը իրանց իրական պայմանավորվածությունից չի կողմ։ Նախագծի մեջ սխալ է մնացել, միջնորդության մեջ ժամկետով ենք թույլ տվություն հայցում կնքելու ոչ թե անորոշ։ Հարցում եք։ Հայտարարության հետ կապված հարցում եք, թե Հարց չունեմ, ուղղակի պայմանագիր ասա։ Պայմանագիր չի, դա պայմանագիր շարժումն է, Տիկին Աբովյանը։ Պայմանագիր ըստ էության։ Ման ներկայացրել ես պայմանագիրը։ Պայմանագրի նախագիծն է ներկայացրել, ասում եք ես չեմ ավարտել, ինձ որ ընդհատում եք ես գիտելը կտրում։ Դուք էլ եք ընդհատում, խոսում ենք դրա համար։ Պարոն Հարությունյան, ինքին ընդհատել եմ խոսում եմ։ Բե դուք էլ ուրեմն չընդհատեք։ Պարոն Հարությունյան, որտեղ առաջինը Հիմա ինձ ընդհատում եք։ Հա, դրա համար ասում եմ, դուք եք Երբ որ ես ընդհատել ձեզ, դուք արձագանքի Ասեք Տիկին ընդհատել։ Շնորհակալություն։ եթե դիալոգը դադարեցնեք, դատանը կլսի, եթե ոչ միջնորդության քննարկումը ավարտում եմ Տիկին Աբովյան։ Հարկերի դատարան հակիրճ արձագանքյուն, քանի որ ըստ էության ինձ բավականաչափ ընդհատումներ կատարվեց, հակիրճ արձագանքի այն մասով, որ պայմանագիրը ներկայացվել է որպես միջնորդությանը կից փաստաթուղթ, եւ ես հիմք եմ ընդունել այս փաստաթուղթը հիմա նշվում է բանավոր, որ չէ, գիտեք, անորոշ ժամկետով չի կնքվելու, 10 տարի ժամկետով, հետո կարող է ինչ-որ այլ կետի մասով է դիրքորոշում հայտնվի, հիմա եթե այս ձևով է իրականացում, միգուցե պայմանագիրը իրականում որ կնքվի, լրիվ այլ պայմաններով կնքվի, այն ինչ որ հիմա ներկայացվել է, այլ փաստաթուղթը հետո կնքվելու, որովհետև եթե այս ներկայացվել է դատարան, ես ենթադրում եմ, որ նույնությամբ այս պայմանագիրը պետք է կնքվի, այլապես ստացվում է, որ դատարանը ներկայացվում է լրիվ այլ փաստաթուղթ ու լրիվ այլ փաստաթղթի շրջանառումը քննարկում։ Արգել դատարան շուրջ 10 օր առաջ ստացել է միջնորդություն, որտեղ հստակ գրած է 10 տարով կնքվող պայմանագիր, ինչպես նշվում է ներկայացուցիչ 5 րոպե առաջ Բարեգոնի իմաստով ստացավ պայմանագիր, հիմա ասում եք այդ պայմանագրի մեջ անորոշ իրականում 10 տարին է կնքվելուց հետո դատարանը թույլ է տալու նա կնքել 10 տարով, բնականաբար նոտարը անորոշ ժամկետով չի կնքում, հիմա ինչ-որ բառախաղային բառեր եմ անում, բայց այդ չեմ արձագանքում է միջնորդության քննարկումը կարող ենք ավարտել, եթե դատարանը հարցեր չունի։ Դատարանը հարցեր չունի, միջնորդության քննարկումը ավարտում է դատարանը եւ դատական ակտը կկայացվի քաղաքացիական դատավարության սահմանված ժամկետում, մասնավորապես օգոստոսի 5-ին եւ ուղարկվի շահագրգիռ կողմերին։ Այսքանը նիստահայտարարումը կապված։